Երբ սկսես սովապահությունը, 16-րդ ժամից հետո մարմնումդ կսկսվի դրական խորքային փոփոխություններ, ինչ է լինում նախքան 16-րդ ժամը, 8 ժամերի ընթացքում կմարսվի վերջին սնունդը, 12 ժամերի ընթացքում կսպառվի լյարդի գլիկոգեն ածխաջուրը, որը համարվում է սնունդից առաջացած էներգիա։ Գլիկոգենը պայստավորվում է այն ժամանակ, երբ սնունդը տվյալ պահի էներգիայի համար անհրաժեշտ չէ, և ինսուլին հորմոնի օգնությամբ այն վերածվում է գլիկոգենի։ Գլիկոգենի սպառումից հետո 12-ից 16 ժամերի ընթացքում մարմինը սկսում է ջրի, հետո ճարպի այրումը որպես էներգիա։ 16-րդ ժամից հետո սկսվում է ավտոֆագիա, բջիջների ինքնամաքրման համակարգը։ Ավտոֆագիայի ժամանակ քայքայվում են հիվանդ և վնասված բջիջները, մաքրվում են նոր առաջացող քաղցկեղի բջիջները, երիտասարդանում են հյուսվածքները, որոնք նպաստում են մարմնի դանդաղ ծերացմանը, աճում է ուղեղի նեյրոտրոֆի գործոնը, այսինքն նեյրոնային սպիտակուցները, որոնք նպաստում են նոր նեյրոնների աճին և գոյություն ունեցողների պահպանմանը։ Նաև ուժեղանում են նեյրոնային կապերը, որոնք բարձրացնում են մարդու ընկալունակությունը, երբ սկսվում է ուղեղի լավ աշխատանքը։ Ահա սովապահությունը նպաստում է այսպիսի դրական փոփոխությունների, որոնք ներկայացվեցին գիտական տեսանկյունից, իսկ հաջորդ տեսանյութում կխոսենք հոգևոր փոփոխություններից։